Մակրոնը ինձ եսավ Փաշինյանին ասի, որ չի փողոքարկել, որովհետև Շվեյցար տադը։ Հետո Փաշինյանը թիմացած կանգնվեց, ասավ հիմա ԱԱԾ-ին կգաբվիմ, գսեմ, որ չի փողոքարկել։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Ազատությանը մանրամասներ է պատմել, թե ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ հանգուցալուծվեց Հայաստան իր մուտքի արգելքի հարցը։ Փափազյանը, որ նաև Դաշնակցության բյուրոյի անդամ է, 2022-ի հուլիսին չկարողացավ մուտք գործել Հայաստան։ Ազգային անվտանգության ծառայությունն այն ժամանակ հրաժարվել էր ասել, թե որոնք են արգելքի պատճառները, բավարարվելով երկու բառով Փափազյանը անցանկալի անձ է եւ նրան ետ էր ուղարկել Ֆրանսիա։ 2 տարի անց 2024-ի փետրվարին Մուրադ Փափազյանը Փարիզ ժամանած Փաշինյանին Մակրոնի ներկայությամբ հարց տալու հնարավորություն է ունեցել, ինչու է արգելվում իր մուտքը Հայաստան։ Փաշինյանն այդ ժամանակ Փարիզում մասնակցում էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի աճյունի վերահուղարկավորության միջոցառմանը։ Նախագահ Մակրոնը ընթրիք կազմակերպեց Էլիզեական բալադ եւ ինձ եսավ, որ ընթրիկեն հետո խնդիրները, որ ունիս ներկայացուր վարչապետին Փաշինյանին։ Սի շատ լավ։ Եվ դեղի ունեցավ այդ հանդիպումը եւ թարգմանի չկար, ամեն ինչը կթարգմանել շատ մաքուր ձևով, պրոֆեսիոնալ ձևով եւ հարցուցի բարոն վարչապետ հիմա որ արիտը գա կրնանք ինձ ասել ինչու արգելեցիք մուտքս Հայաստան։ Պատասխանեց արգելեցի մուտքդ Հայաստան։ Նախագահ Մակրոնը գա եւ թարգմանությունը գա։ Արգելեցի մուտքդ Հայաստան, որովհետեւ տուն գազագերբեցիր թեմս ցույցը Փարիզի մեջ 1 հունիս 2021-ին։ Ասի ոչ, ես չեմ գազագերբած։ Տուն գազագերբից ոչ տուն, վերջ։ Մուրադ Փափազյանի խոսքով թեև ինքը պնդել է, որ Փարիզում որևէ ցույց չի կազմակերպել Փաշինյանի դեմ, բայց միաժամանակ ընդգծել է, ժողովրդավար երկրներում նորմալ է, որ մարդիկ ցույցեր են կազմակերպում։ Ինքը Ֆրանսիայում նման իրավունք ունի եւ դրա համար մարդկանց չեն պատժում։ Հիշեցրել է 2018-ի հեղափոխության ժամանակ Փաշինյանն ինքն էր ցույցեր կազմակերպում ու փողոցներ փակում, հանրային ռադիո մտնում։ Հետևաբար նրա խոսքով Փաշինյանի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ։ Ֆրանսիայի նախագահի առջև ինքը Հայաստանի վարչապետը գտնունի, որ ինքը որոշած է։ Եվ ինքը որոշած է, որովհետև ցույց կազմակերպած է։ Ֆրանսիայի նախագահի առջև ինքը գսե, որ ես եմ արտարադատությունը որովհետև ես գորոշեմ, որ Մուրադ Փափազյանը պետք է արգելվի։ Իդեպ մինչև Մակրոնի միջնորդությամբ Փաշինյանի հետ զրուցելու հնարավորությունը Մուրադ Փափազյանը դատական հայցեր ներկայացրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դեմ, որպեսզի բեկանվի Հայաստան իր մուտքի արգելքի որոշումը։ Պնդում է 16 ամիս տևած դատական նիստերի ընթացքում ԱԱԾ-ն դատարանում այդպես էլ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչու է արգելվում իր մուտքը Հայաստան։ Հենց այդ հիմքով էլ դաշնակցական գործչի 2024 թվականի հունվարին դատարանը բեկանել է ԱԱԾ որոշումը։ Եվ մինչև ԱԱԾ-ն այն ժամանակ կորոշեր բողոքարկել վճիռը, վրա է հասել Մակրոնի միջնորդությունը։ Մակրոնը իրեն ասավ, հիմա որ շայցավ տադը Մուրադը, մի բողոքարկեր։ Ներկայությամբ նա հենց ասեց Փաշինյանին, Մակրոնը ասաց Փաշինյանին։ Փաշինյանը ցկեց խոսակցությունը, որ ներված էր, Մակրոնը ինձ ասավ, հոսգեցիր, պետք է տամ խոսիմ իրեն։ Եդեգավ Մակրոնը ինձ ասավ, Փաշինյանին ասի, որ չի բողոքարկել, որովհետև շայցար տադը։ Հետո Փաշինյանը թիմացած կանգնվեց, ասավ շայցար տադդ, ասի հա բարոն վարչապետ, բայց դեռ 24 ժամ ունեք բողոքարկելու համար, ասավ չի պիտի բողոքարկեմ, հիմա ԱԱԾ-ին կգաբվիմ, գսեմ որ չի բողոքարկեն։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը նշում է, թե չէր կարողանում հավատալ, որ Հայաստանի վարչապետի ցուցումով կարող են իրեն արգելել Հայաստան գալ, այն էլ իբրև թե Ֆրանսիայում ցույց կազմակերպելու պատճառաբանությամբ։ Համոզված է, եթե չլիներ Մակրոնի միջնորդությունը, ԱԱԾ-ն կբողոքարկեր վճիռը։ Մուրադ Փափազյանի խոսքով Հայաստան մուտքի արգելք ունեցող իր այլ կուսակիցների հայցերով վճիռները ԱԱԾ-ն բողոքարկել է։ Ես գիտեի, որ Թուրքիո մեջ եւ Ադրբեջանի մեջ persona non grata եմ, արգելված է ինձ երթալ, ուղղակի կփանդարգեն։ Բայց երբեք չի երևակայել, որ Հայաստանի մեջ
ռեժիմը այս կայլը գարներ։ Եթե Մակրոնը իրեն չսեր մի փողոքարգեր, կփողոքարգեր։ ԱԱԾ-ի դեմ Փափազյանի հայցին դատալեքս համակարգում հնարավոր չէ ծանոթանալ անձնական տվյալների պաշտպանության օրենքի հիմնավորմամբ այն փակ է։ Արդյոք վարչապետ Փաշինյանն է հրահանգել ԱԱԾ-ին չբողոքարկել դատարանի որոշումը։ Պարզաբանման համար դիմել ենք վարչապետի աշխատակազմին, պատասխան առայժմ չունենք։ Լինելու դեպքում կհրապարակենք։